ովքեր են իշխանություն, բոլոր նրանց ում ծննդատալացը չեն լսել։ Հայր աղբար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանի, Ղարաբաղցի Սերժ Սարգսյանի ֆավորիտներն ովքեր են, աղբար Վարդան Օսկանյանը, աղբար Ռաֆի Հովհաննիսյանը, եւ այլն, չթվարկեմ։ Խնդիրը որն է, այսինքն Հայաստանի իսպանացիները ուղղակի սպասարկող անձնակազմներ, որտեղ մենք բոլորը ծննդատան աղմուկները լսել են։ Շատ ցավում եմ դրա համար։ Ես ինքս ընդհանրապես ցակման փաստաթղթով ոչ մեկին չեմ առանձնացնում։ Բոլորն ընդունում եմ նույն ձևի, բայց ես պարզապես մտածում եմ, որ տեղացիների այդ որակները չարաշահվում է, որ իրանք ասում են, այդ չի խոսում, որ խոսա գիտեք ինչ էր կասի։ Ու հիմա արդեն երրորդ շրջանն է սկսվում այդ խորհրդավորության վրա ազդելու։ Մի քանիսի փուչիկները պայթել են, հաջորդներն է սկսվելու։ Ես կուզենամ, որ երրորդ անգամ չխաբվեն այս բաների վրա։ Ու ասեմ ձեզ, ցավալի բան ասեմ, որ հիմա ասում են, որ մեր պայքարը մոնղոլ թաթարների դեմ էր, բան եւ այլ, օտարի դեմ էր։ Ուրեմն ուզում եմ մարդկանց իրատեսական բան ասեմ, թե հիասթափեցնում եմ, հիասթափացնում եմ, համենայն դեպս գոնե սթափ բան ասեմ։ Առաջիկայում Հայաստանը մնալու է մոնղոլ թաթարների լծի տակ, առանձնապես մի քիչ չարչարվի դրանից դուրս գալու։ Որտեղ պայքարում մեջ որ գնում է 2012-ի եւ 2013-ի, թեպետ ես այդ ձևակերպանը դեմ եմ, բայց ես իրանց ասածն եմ ասում։ Ինչի է մարդկանց սրում օտարացնում, հետո ասում դե գնացեք այս վիճակի հետ հաշտվեք։ Սա է հարցը։ Առաջիկայում փոփոխություն չի լինելու, պատը վերադասավորումները էլի այդ թիմերի մեջ ալնելու։ Այս է հարցը։ Ու դրա համար հիմա էլի կհայտնվեն մարդիկ իրանց խորհրդավոր լռությամբ հասարակությանը դոզավորված շփումներով կփորձեն մի հատ բան ասել։ Շատ հարգում եմ Վարդան Օսկանյանին, պարբերաբար իր կազմակերպած միջոցառումներին մասնակցում եմ, իր այդ առանձնազրույցներ պարբերաբար ունեցել եմ, բավական ընդհանուր մոդիկներ ունենք, բայց ես մի բան ասեմ ձեզ, Վարդան Օսկյանը մեր երկրի արտգործնախարարն էր։ Մեր երկրի արտաքին քաղաքական հարցում ամենաինֆորմացված մարդը։ Երբ որ Բաքու-Թբիլիսի ջեյանն էր կառուցվում, առի տեղել է ես այդ մասին մի քանի հրապարակումներ եմ ունեցել, վերջապես կա գրած է, շատ հեշտ է բացել եւ օրերով ամսաթվերով ցույց տալ, որ այդ տնտեսական խողովակը դառնալու է ռազմաքաղաքական խողովակ, որը կապելու է մեր հարևանների եւ շրջանցելու է Ռուսաստանը դեպի Եվրոպա, Ադրբեջանը դառնալու է գործուն եւ այլն, եւ մեր իշխանությունները համարժեք քայլ չեն անում։ Այդ ժամանակ Վարդան Օսկանյանն ասում էր ինչ այդ շահարկում Բաքու, Թբիլիսի ջեյհանը դա բլեֆ է։ Պատկերացնում մեր երկրի ամենաինֆորմացված մարդը, որը պատկերացեք ինչպիսի հոսքեր է գալի ինֆորմացիոն։ Դրանք գումարած բոլոր ազդեցիկ երկրներում մենք ունենք դեսպանատներ այդ ինֆորմացիան գալիս է, էլ չեմ խոսում այն մասին, որ ամենաազդեցիկ նավթային կամպանիաները միլիարդավոր դոլարներ էին դնում, էլ չեմ խոսում այն մասին, որ մուրճով եթե խփում էին խողովակի կողքերը, ձայնը Երևանում լսվում էր։ Այդ խողովակը կառուցում էին, ասում այդ խողովակը չի լինելու, դա բլեֆ է։ Լավ, հարգելիս, եթե այսօր ասում են, որ Վարդան Օսկանյանը թող իր մեծ փորձով մտնի քաղաքականություն, լավ լուրջ ընդունենք, բայց ախր այդ խողովակն ուր կողենք, որ չերևա, որպեսզի կարողանանք լուրջ ընդունենք ախր։ Ախր նույն Վարդան Օսկանյանը կանգնեց, ասեց, գիտեք ով է սպանել Տիգրան Նաղդալյանին, ով էր վերջերս հոդված էր տպել Մոսկովյան թերթում։ Պատկերացնում եք, մարդը լավ, գուցե հայերենի պրոբլեմ ունի, չգիտի, որ հոդվածը դա քրեական հոդվածն ուրիշ է, թերթի տպած հոդվածը ուրիշ է։ Նրանք դե հոդվածով են դատում։ Հիմա տեսեք խնդիրը որն է։ Երբ որ Իշխան Քոչարյանն ասաց հոկտեմբերի 20-ը բացահայտելու համար Ուչասկովի ապեք։ Հայ թե Ուչասկովի ունենայինք, որ արտգործնախարար չաշխատի։ Մենք այդ խնդիրը կլուծեինք, որովհետև կկարողանանք ասած սա է արել։ Որտեղ հոդված է գրում, ուրեմն ինքն է։ Տեսեք հարցը որն է։ Եթե պետք է այդ խողովակային եւ Ուչասկովի փորձը այսօր բերեն, դրանով մեր երկրում բան չի փոխվելու։ Շատ կուզենամ ժամանակի ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանին եմ զգուշացրել ընտրություններից առաջ։ Լրջային թիմ կազմեք։ Հետո նրանք համոզվեցին, որ սխալվեցին։ Այսօր էլ, եթե իսկապես թիմ եք կազմելու, որ մեր երկրում դա տանելու է թեկուզ բախման, որը արդյունքում իշխանության որակը փոխվելու է, ես դրան կողմնակից եմ։ Բայց այսօր նախապես իմացեք, որ այդ թիմը պետք է բավական լուրջ լինի։ Զգուշ եղեք, չփորձեք այդ խորհրդավորության վրա խաղալ, որ այդ տեսեք կգա Վարդան Օսկանյանը իր փորձից կխոսա, մարդիկ կասեն, ճիշտ է, ամբողջ աշխարհը մանա եկել, այդքան շատ ավելի վատ որ ամբողջ աշխարհը մանա եկել, այդ ակնհայտ բանը չի տեսել։ Լավ, այստեղ խնդիրը Վարդան Օսկանյանը չէ, խնդիրը մարդիկ են, որոնք պետք է լինեն, որոնք կապահովեն իշխանության ու քաղաքական էլիտայի ավելի լավ որակ։ Այսինքն մարդ, որին ճանաչում են, որին վստահում են կամ կվստահեն եւ մարդ, որը կարող է ռեալիզացնել քաղաքացիների հույսերը, ցանկությունները եւ շահերը ի վերջո։ Հայաստանում բացառված է նման քաղաքական գործի, քաղաքական ուժի
Բացառված չի, բայց դիմանաս ինչ ես ուզում, արդեն պարզել ենք հեղափոխություն անող չկա։ Ուրեմն դիգնանք էվոլյուցիոն ճանապարհով երկու ձև կա, կամ իշխանությունը դի բարեփոխվի, կամ իշխանությանը օգնես կամ պարտադրես բարեփոխվի։ Ասում են, որ իշխանությունը սրիկա չի բարեփոխվելու, չփորձեք այդ մասին, ով է փորձում է որևէ դրական բան անի, ծախվում է։ Եվ մեկ էլ ասում են, իշխանությանը ինչ խորհուրդ ես տալի, ավելի լավ է իրանցից պրծնենք, բայց ինչպես պրծնենք։ Հիմա տեսեք, ախր նույն խնդրումը մենք կանգնեցինք նաև ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ, չէ՞ որ ասենք, լավ ընտրությունից հետո նայենք, ընտրությունից առաջ հա կարելի է այդ մասին ասել, կյանքը ցուցադրել, ով է ճիշտ, ով է սխալ։ Հա 2008 թվականին կամ նոյեմբերի 4-ին ասեց, մինչև դեկտեմբերի վերջ Ղարաբաղը ստորագրել են Միացյալ Նահանգները, ստորագրել են հանձնելու են։ Հիշում եք այդ մասին։ Միտինգները դադարեցրեցին, որ ոչ կարող ենք մենք միտինգ անենք, եթե մենք գիտենք Ղարաբաղը հանձնել են, մեր ազգի համար ասեք ինչ կարևոր խնդիր։ Արեթեգերը հայտ նայել է, դա մի քանի օր հետո հոդված եմ գրել 160 ժամ թերթում, ու ինձ զարմանքն եմ հայտնել։ Որովհետև ոնց կարող է մարդը նոյեմբերի 4-ին նախագահական ընտրություններով Ամերիկայի Միացյալ Նահանգների ասել որ դեկտեմբերի վերջին ստորագրել առանց հաշվարկու ընտրվելու նախագահ, որ Բուշն առաջադրված չէ, ինքը արդեն 2 անգամ նախագահ եղել է։ Դոր նախագահը պաշտոնը ստանձնել էր հունվարի 20-ին, իսկ հին նախագահը չէ, նանտես շնորհ չէին անի, որ դա հանձներ։ Պատկերացնում եք հարցը որն է։ Հիմա մարդիկ կյանքը ցույց տվել չէ, որ ես ճիշտ էի ասում։ Բայց լրագրողները հարց էին տալիս, ասում են, պարոն Տեր-Պետրոսյանից ուզում են իմանալ, լավ այդ Ղարաբաղի հետ կապված այդ խնդրը վերացավ, թե կա։ Ասում են, հարց չտակ, ինքը զբաղված է, ինքը ասում են, լավ ինչով է զբաղված։ Ընդդիմության լիդերը մեծ համար բախտորոշ հարցի հետ կապված կարծիք հայտնել, ինչով է զբաղված։ Ասում են, ինքը հիմա Որ գուշակությամբ զբաղված է, հիմա մոռացեք, ինքը տրանսի մեջ է։ Ինչ է գուշակում։ Գուշակեց ասեց մինչև սեպտեմբեր իշխանապողություն առնելու։ Հիմա դու դա չէ սեպտեմբերը։ Կտեսնենք որ իշխանապողություն չեղավ։ Ինչ են ասելու։ Հասկանալի է, բավականին տխուր քաղաքական իրավիճակ ունենք, տխուր դեմքերով։ Ես քանի որ հիմա մենք ավարտում ենք արդեն աստիճանաբար, ես կցանկանայի մեկ կարևորագույն խնդրի անդրադառնալ, դա օտարալեզու դպրոցների մասին է, որ ասենք կրկին այսպես հասարակական երկու ճակատներ են ստեղծվել կամ փորձում են ստեղծել, չգիտեմ, եւ ընդդիմադում են, ասենք Արմեն Աշոտյանի կառավարության նախաձեռնությանը։ Այստեղ ձեր համար ճիշտ ու սխալ կա։ Ասեմ, այս բանավեճը ես որ լսում եմ, քաղաքագիտապես դա ընդունված ասել խուլերի բանավեճ։ Ամեն մեկը ասում է, մեկը մյուսին չէր լսում։ Իհարկե, իշխանության բերած փաստարկները շատ չկշռադատված էր։ Ինչի 7-րդ դասարանից, ինչի 15 դպրոց, որից 7-ը շրջաններում, երբ որ մենք ունենք ընդամենը 10 մարզ, բա որ այդ 7 մարզիկ բամիուսներն ինչ են անելու։ Ոնց անելու, երբ որ տարբեր լեզուներով անելու, ուրեմն մի մարզում պետք է ասեն potato, հա մի մարզում ասեն կարտոֆել, բազմամյա թարգմանիչ պետք է պահեք միջմարզային, որ ասես սրսուր կորտոլի հետ